Պարոն Գրիգորյան, եթե կարելի է անդրադառնալ օրվա խորհրդին եւ Ձգացիկով ինչու հնարավոր չեղավ 44-օրյա պատերազմում պահել Շուշի քաղաքը, որը բերդաքաղաք էր եւ հայկական հսկողությամբ էր։ Նախ առաջինը բոլորի շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ, սա մեր համար եղել է եռատոն, ճիշտ այսօր մենք Շուշին կորցրել ենք, բայց եռատոնը մենք կրկնապատկել ենք, Շուշի վերադարձնել ենք։ Իրականում այս օրը մայիսին է, նախ առաջինը 45 թվականին մեր պապերը իրաց հաղթական քայլն են արել Ռեյխստագի բակում, իրենց հաղթական պարն են պարել Ռեյխստագի բակում, իրենց պատերի վրա իրենց անուններն են գրել եւ ամբողջ աշխարհին ասել են, որ մենք այստեղ ենք եղել, մենք հաղթել ենք։ Եվ դա կրկնվել է մայիսի 9-ին 92 թվականին, երբ որ մեր հաղթականորեն մեր ջոկատները, քանի որ բանակ դեռևս չկար, մեր կամավորական ջոկատները կարողացան հերոսաբար ազատագրել Շուշի քաղաքը եւ ամբողջ դարերի վեր եւս մի անգամ առաջ անգամ մենք հաղթական մեծ ցույց ունեցանք։ Իսկ երկրորդ հաշվին ինչու չկարողացանք 44 օրյա ժամանակ պահպանել Շուշի քաղաքը։ Շուշի քաղաքը մենք կարանք ցանկացած գնով կարանք պահենք, ոչ միայն Շուշի քաղաքը, այլ նաև Ղարաբաղը։ Մենք ռազմական տեսանկյունից արդեն բազմիցս տարբեր արի ժամանակ ասել եմ, ռազմական տեսանկյունից մեր հայկական բանակը չի պարտվել։ Եթե իրականությունը մենք պարտվել ենք մոտավորապես 7 պետության դեմ ու մենք պետք է մինիմում 5 օրվա մեջ պարտված եղնենք 5 օրվա մեջ։ Մենք 44 դիմակայել ենք ու 44 օրվա ընթացքում բացի Մադաղից Ջաբրայելի հատվածից եւ Մադաղից Թալիշ եւ Ջաբրայելի արդեն 15-20 հորետոց Ջաբրայելի հատվածից մնաց մենք տարածքներ չեն կորցրել, մնաց տարածքները դա կլինի Հադրութի շրջանը, դա կլինի Շուշին, դա հանձնվել է դավաճանության արդյունքում եւ դավաճանությունը իրագործվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ Ղարաբաղի որոշ ծախված իշխանավորների եւ գեներալների արդյունքում։ Դա փաստ է եւ գա ժամանակը բոլորը յուրաքանչյուրի այս օրվա համար պատասխան են տալու։ Պարոն Գրիգորյան, դուք ասացիք, որ մենք նորից ենք ազատագրելու, ինչպես եք պատկերացնում այդ իրողությունը, այդ դրվագը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության պարագայում, երբ նրանք փակել են Արցախի էջը, բանակցությունները, ինչպես նաև վերադարձի հարցի քննարկման վերաբերյալ նշում են, որ ներկա դրությամբ այնինչ կա իրականությունում, այդ բանակցությունները չեն կարող որևէ հանգրվանի հասնել։ Երբևիցե բանակցությունները ոչ մի արդյունքի չես կարող հասնել։ Բանակցություններով կարող ես ինչ-որ հարցեր կանոնակարգել, բանակցություններով ոչ միայն ուժն է ծնում իրավունքը։ Եւ մենք այո, այս իշխանությունները ոչ թե ինչ-որ բանակցություններ, ինչ-որ չգիտեմ ինչ, այլ այս իշխանությունները փաստացիորեն տանում են ոչ թե Ղարաբաղ արդեն կորցրել են, այլ տանում են Հայաստանի Հանրապետությանը դեպի կործանման։ Եվ մենք պետք է շատ արագ տեմպերով միջոցներ ձեռնարկենք այս իշխանությունների հեռացման, առաջի հերթին, երկրորդ հերթին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման, նորից վերազինման ու զարգացման, տնտեսական Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման արագ տեմպերով եւ պատրաստ լինել հաջորդ արդեն երկիրը հզորացնելուց հետո պատրաստ լինել, որպեսզի մենք մեր հողերը նորից վերադարձնենք ու վերադարձնելու ենք։ Ես համոզված եմ, ես տեսնելու եմ դա, ես առաջիններից մեկն եմ լինելու, որ մտնեմ Շուշի քաղաք, ոնց որ 92 թվականին, այս անգամ ես առաջիններից մեկն եմ լինելու, որ մտնեմ Շուշի քաղաք։ Ես դա բացահայտ հայտարարում եմ ու ասում եմ, որ դա այդպես լինելու է։